այն մարդուց, ով հավատի մեջ էր և մի օր դադարեց հավատալ ամեն ինչին։ Իմ հոգեվիճակն այնքան վատ էր, որ նույնիսկ ես ասում էի. Աստված շատ դաժան է, և քիչ-քիչ ես դադարում էի եկեղեցի այցելել։ Այդ օրը հիշում եմ, չորեքշաբթի էր, ես շատ հոգնած էի և ասացի այսօր չեմ գնա, իսկ կիրակի օրերին նույն պատճառաբանություններն էին։ Ի վերջո ես դադարեցի եկեղեցի այցելել և աշխարհում շատ նոր ընկերներ գտա և սկսում էի մտածել, ինչու էին այն ժամանակ բոլորն ասում, որ առանց Աստծո ապրելը շատ վատ է։ Ես տեսնում էի, որ աշխարհում մարդիկ ուրախ են, նրանց մոտ այդքան էլ վատ չէր։ Ես արդեն սկսել էի խմել և ծխել, բայց միևնույն ժամանակ շատ կոմպլեքսավորված մարդ էի։ Ամեն օր տուն էի վերադառնում հարբած վիճակով։ Խմելուց հետո ես մոռանում էի իմ խնդիրների մասին, և մարդիկ ինձ միշտ ասում էին, որ դրանց մեջ ես հաճույք կգտնեմ։ Բայց իմ ներսում մի հարց կար՝ միթե այսքանն է։ Սա այն հաճույքն է, որի մասին բոլորը խոսում են, երբ ես ծխում և խմում էի, մի քիչ հաճույք էի ստանում, բայց դրանից ես ուրախություն և երջանկություն չէի ստանում։ Ժամանակ առ ժամանակ հիշում էի եկեղեցին, հիշում էի ծառայությունները, բայց միշտ ինչ-որ բան լինում էր, որպեսզի ես մոռանայի դրանց մասին։ Ես արդեն դադարել էի Աստվածաշունչ կարդալ և մտածում էի, որ Աստված շատ դաժան է։ Ես դադարել էի հավատալ Նրան և ասում էի այսպես. եթե այդ Աստվածը նույնիսկ գոյություն ունի, Նա շատ դաժանն է, որովհետև ինձ չի ընդունում այնպես, ինչպես որ ես կամ, որովհետև ուզում է, որ ես փոխվեմ։ Այդ ատելությունը գնալով ավելի էր աճում։ Աստծուց հեռու կյանքը կախվածությունների կյանք է։ Ես միշտ կախված էի ինչ-որ պահերից, որոնք ինձ հաճույք էին պատճառում, բայց դրանք մշտական չէին։ Իմ կյանքում ամեն ինչ ավելի էր վատանում։ Կոմպլեքսները շատանում էին, և ես ինձ դատարկ մարդ էի զգում։ Եվ ամենակարևորը, ես շատ էի վախենում մահանալուց։ Միշտ մտածում էի. եթե հիմա մահանամ, ի՞նչ կլինի ինձ հետ։ Ճիշտն ասած, ես հիշում էի և կարոտում էի եկեղեցում եղած այդ ժամանակը, բայց հպարտությունս թույլ չէր տալիս վերադառնալ։ Մի օր հիշում եմ, որ տանն էի, և իմ ընկերոջ հետ մենք ծխում էինք։ Այդ ժամանակ մայրս ներս մտավ և տեսավ մեզ։ Նրա հայացքից ես հասկացա, որ ուղղակի կործանում եմ իմ կյանքը։ Շուտով ընկերս տուն գնաց, և մայրս ինձ հրավիրեց, որպեսզի զրուցենք։ Նա հարցրեց. «Որդիս, հիշո՞ւմ ես, երբ դու եկեղեցում էիր գտնվում։ Հիշո՞ւմ ես այդ օրերը։ Մտածիր, ի՞նչ ես հիմա դու անում քո կյանքի հետ։ Այսօր դու անում ես այն, ինչ որ առաջ ատում էիր։ Առաջ քեզ այս ամենը պետք չէր, որպեսզի քեզ երջանիկ զգայիր։ Միթե չես ուզում հետ վերադառնալ։ Այդ օրը ես փակեցի սենյակիս դուռը, ես ծնկի էի իջել և օգնության էի կանչում։ Եվ մի քանի օր հետո ես տեսա այդ աղոթքի արդյունքը։ Մի կիրակի եկեղեցու երիտասարդներից մեկը եկել էր մեր տուն, որպեսզի հրավիրի ինձ։ Այդ օրը ես առանց մտածելու համաձայնվեցի և վերադարձա եկեղեցի։ Առաջ այդ տխրության և ցավի պատճառով ես շատ էի տանջվում։ Ուր որ գնում էի, չէի կարողանում երջանկություն գտնել։ Եվ ես խնդրում էի Աստծուն, որպեսզի ինձ նորից ընդունի։ Ես սկսեցի ծառայություններին մասնակցել։ Ընդունեցի ջրի մկրտություն և ապաշխարեցի։ Այդ օրը ես հովիվին նույնիսկ ասացի. «Հովիվ, ինձ շատ ջուր պետք չէ։ Կարող ես անգամ ձեռքդ թռչել և դնել գլխիս։ Ես դա մկրտություն կհամարեմ, որովհետև միևնույն է գիտեի, որ այդ օրը ես հաստատ մահանալու եմ այս աշխարհի համար»։ Senhor, tem piedade, me aceita outra vez. Եվ այդ օրը նա ինձ մկրտեց։ Քիչ ժամանակ անց, չորեքշաբթի օրն էր, եկեղեցում Սուրբ Հոգուն էին փնտրում, և հովիվը հրավիրեց բոլոր նրանց,
ովքեր դեռ չունեն Սուրբ Հոգուն։ Ես գնացի եւ կանգնեցի զոհասեղանի առաջ, աղոթքում, մաքրում էի ինքս ինձ իմ հին հիշողություններից, իմ անցյալից եւ իմ սխալներից, այն ամենն, ինչ որ իմ ներսում կար, իմ երազանքները, իմ ապագան։ Ես ամեն ինչ տվեցի Աստծուն, եւ այդ օրը նա ինձ մկրտեց Սուրբ Հոգով։ Ես մինչև այսօր հիշում եմ այդ զգացողությունները։ Թվում էր, թե երկնքում եմ գտնվում։ Իմ ներսում շատ մտքեր կային, շատ զգացմունքներ, որոնք բիճում էին միմյանց հետ։ Ես հանգստություն չունեի, բայց այդ օրը ես խաղաղություն ստացա։ Եվ այսօր իմ երջանկությունը կախված չի այն ամենից, ինչ որ ես առաջանում էի, որպեսզի երջանկացնեմ ինձ։ Եվ եթե դու, ով լսում ես ինձ, եթե դու նույնպես հեռացել ես Աստծուց, գիտեմ, որ դու հաստատ կարոտում ես Նրան, ժամանակ առ ժամանակ հիշում ես Նրա մասին, բայց մտածում ես, որ քեզ կքննադատեն, քեզ լավ չեն ընդունի, բայց ես քեզ մի բան կասեմ, այն օրը, երբ կվերադառնաս Աստծո մոտ, Աստծո համար դա մեծ տոն է լինելու, եւ քեզ ոչ ոք չի դատի, ընդհակառակը, բոլորը շատ ուրախ կլինեն, երբ դու կվերադառնաս, եւ Աստծո հետ դու կգտնես այն խաղաղությունը, որն այդքան փնտրում ես։ Եթե ես սա առաջ իմանայի, վազելով կվերադառնայի Աստծո մոտ, եւ եթե առաջ հասկանայի, երբեք չէի հեռանա Նրանից։